Բարի երեկո ձեզ սիրելի քույրեր և եղբայրներ, ուրախ եմ բոլորիդ տեսնել և ձեզ ուրախ լուր եմ ուզում հայտնեմ, որ վերջին ժամանակներում շատ մեծ ուրախություններ են սպասվում ձեզ, որովհետև նոր հույս կա, որ պայմանները կփոխվի դեպի լավը, ապրոստը, կյանքը և սիրելիներս, միայն ես մի բան ասեմ, դուք հավատացեք մեր Տեր Աստծուն, որովհետև Աստված է ձեր հույսը, հավատքը, ձեր կյանքը յուրահատուկ է և դուք հաղթահարեք ամեն ինչ, ինչը որ Աստված ձեր համար պատրաստել է, որովհետև բոլորիս կյանքը յուրահատուկ առանձնահատուկ է ինքը իրենով, բայց սիրելիներս ոչ մեկի կյանքի նման չի ձեր կյանքը և քո կյանքը միայն դու գիտես ոնց է լինելու մինչև վերջ 100%-անոց, որովհետև եթե դու ունես հայտնություն Աստծուց, ինքը անպայման քեզ տեղը կտա, եթե դու ոնց ես ապրելու, թե ինչ ես անելու և մնացած քո անելիքները, քո ճանապարհը քոնն է և ինչքան էլ բոլորը իմանան դրա մասին, մեկը իրանք չեն կարող օգնեն, միայն Աստված և դու կարող ես հաղթահարել ամեն ինչ և հիմա Հայաստանում և Ռուսաստանում փոփոխություններ են սպասվում և այդ փոփոխությունների հիման վրա եմ ես ձեզ այդ բարի լուրը ասում, որովհետև սիրելիներս նոր պայմաններ է ստեղծվում, որպեսզի մարդիկ կարողանան ապրեն ապահով և այդ ապահովությունը բերելու է ամեն ինչ, ինչը որ կախված է թե հոգևոր, թե նյութական, կենսական կյանքի հետ, սիրելիներս, դրա համար ես շատ ուրախ եմ, որ այդ լուրը կա իմ համար, այդ հայտնությունը, որտեղ սիրելիներս, ինչի համար եմ ես վկայում, որովհետև իմ աչքի առաջ շատ մարդիկ վատ դրության մեջ են եղել, միայնակ մայրեր և շատ բաներ, սիրելիներս, և այդ օգնությունից հետո, որ Աստված թե իմ միջոցով, թե մնացածի սիրելիներս, թե Աստված ուղիղ իր ձեռքը մեկնել է մարդկանց, որ իրենց կյանքը բարելավի և դրա համար սիրելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեր կյանքն էլ կփոխվի, միայն հավատացեք և մի կասկածեք, մի հուսահատվեք, իմացեք, որ ձեր կյանքը ամեն պահին կարող է փոփոխվի, ամենաառաջինը օգնեք ինքներդ ձեզ, եթե ուզում եք լիարժեք ապրեք, ճանաչեք Աստծուն, սիրեք իրեն, հույս ունեցեք իրեն համար, հավատացեք իր զորությանը, որովհետև ձեր միջոցով ինքը մեծ հրաշքներ է անելու և սիրելիներս, թե դուք ձեր վրա աշխատեք ինքնազարգացումով, 6 զարգացման և 7-րդը Աստված է, հոգևոր, հոգեբանական, տեղեկատվական, ֆիզիկական, հասարակական, ֆինանսական, սիրելիներս, այդ ամեն ինչը մեզ բոլորիս պետք է, բայց սիրելիներս, Աստված է, որ մեզ տալիս է այդ հնարավորությունը այդ ամեն ինչը ունենալ և ամենակարևորը սիրելիներս, որ սա խոսքեր, սա հայտնություն է, որովհետև իմացեք, որ ինչը որ դուք պատկերացնում եք ձեր կյանքում 100%-անոց, ձեր մտքերը նյութականացվում են, դառնում են իրականություն, սիրելիներս, որովհետև Աստված ստեղծել է իր նմանությունով, որպեսզի մենք մեր մտքերը կարողանանք նյութականացնենք և դա, սիրելիներս, միայն ձեզանից է կախված, ինքնավստահությունը, ինքնատիրապետությունը, հավիտենական կյանքի զգացողությունը, սիրելիներս, և դրա համար մի սպասեք մահվան, այլ սպասեք հավիտենական կյանքին միշտ և այդ հույսով և այդ հավատով ապրեք և իրականում դուք կլինեք երջանիկ մարդ, ես վստահեցնում եմ ձեզ և ոչ մի խնդիրներ, նեղություններ ձեզ չեն անհանգստացնի, ինչքան էլ եթե լինեն չարի կողմից, բայց սիրելիներս, դուք կլինեք ապահով ձեռքերի մեջ, լավ եղեք սիրելիներս, Աստված ձեզ բոլորիդ պահապան։